Ողջույն բոլորին, ես Արսենն եմ։ Շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ բացի Instagram-ից եւ TikTok-ից պետք է օգտագործեմ նաեւ YouTube-յան հավելվածը եւ արդեն ինձ շատ հաճախակի տեսնելու եք այստեղ, իսկ դրա համար կարող եք պարզապես բաժանորդագրվել ինձ, որպեսզի բաց չթողնեք ոչ մի վիդեո, քանի որ իմ վիդեոներում արդեն լինելու են թե մոտիվացիա, թե ճանապարհորդություններ, թե առօրյա վլոգներ, ամեն ինչ տեսնելու եք իմ ալիքում, այնպես որ բաժանորդագրել եմ, մինչ այս պահը իմ բնավորությանը համաձայն ես չեմ տեսել ոչ մի բլոգերների խոսքը YouTube-յան ալիքում, այսինքն ինչպես հասկացաք, բացարձակապես չունեմ սցենար մտածված։ Հիմա ինչ որ ներկայացնեմ, ինչ որ խոսեմ իմ մասին, դա բացարձակապես իմ մտքերն են հենց այս պահին։ Այսպիսով երևի սկսեմ ինձ ներկայացնել, ես ինչպես արդեն գիտեք Արսենն եմ, չեմ սիրում ընդհանրապես իմ անունը, սիրում եմ որ ինձ ասեն Սեն, փոքրուց դրա վրա եմ սովորել ավելի շատ։ Ես արդեն մոտավորապես 1 տարի է ապրում եմ տանը մենակ եւ չեմ կարող չխոստովանել, որ ինչ մտել եմ այս տուն, սոցցանցում ներկայացրել եմ, որ ես ապրում եմ տանը մենակ, մի շարք դեռահասներ, ինչպես նաև մեծահասակներ ինձ անդադ գրում հարցնում են, թե Արսեն ջան, դու տանը ինչպես ես ապրում, ոնց ես ձեր ծերին հասցնում։ Այսօրվա վլոգում ուզում եմ այդ ամբողջը ներկայացնեմ, որպեսզի ձեր մեջ էլ մութանկյուններ չմնան։ Երբ նոր էի տեղափոխվել տանը մենակ ապրելու, ես ինքս էլ շատ անհանգստացած էի, անդադ մտածում էի, ինչպես եմ ապրելու, ինչպես եմ գումար վաստակելու, բայց այսօր ես ունեմ իմ եկամուտի աղբյուրը, ես այսօր տանը ունեմ գրեթե ամեն ինչ, ինչը որ պետքա անհրաժեշտ է երիտասարդի համար։ Ես գնում եմ քոլեջ, սովորում եմ այնտեղ, ունեմ նաև աշխատանքի վայր, աշխատում եմ նաև on-line տնից եւ իհարկե զբաղվում եմ վլոգով։ Սկսելու ուզում եմ ասեմ մի փաստի մասին, ես շատ եմ սիրում արևը, դեղինը, լույսը ու խնդրում եմ մի պահ ուղղակի տեսեք, թե ինչքան գեղեցիկ տեսարան է ու իմ տանը տարբերանկյուններում երբ որ արև անգնում, ես ուղղակի նստում եմ բազմոցին եւ վայելում տեսարանը։ Անչափ շատ եմ մոտեցել, խոստովանեմ նաև, որ միջ մենակ ապրել եմ, ես մտածում էի, որ ինձ մոտ չի ստացվում մենակ ապրելը եւ իրականում շատ երկար ժամանակ եմ մտածել արժե արդյոք մենակ ապրել թե ոչ եւ ինչու ոչ, որովհետեւ ես մի քիչ իմ տեսակով վախկոտ մարդ եմ, չեմ կարող չխոստովանեմ, բայց ոչ թե վախենում եմ մարդկանցից եւ այլն, վախենում էի ուղղակի տանը մենակ ապրելուց, բայց հիմա իմ կարծիքով տանը մենակ ապրելը բոլորին դա պետք է, դա անհրաժեշտ է, որպեսզի իրենք իրենց գտնեն, ավելի լավ հասկանան, իմանան թե ինչ են ուզում այս կյանքից վերջապես, հասկանան ինչ են ուզում դառնալ, ինչ են ուզում աշխատել, որն է իրենց համար ամենակոմֆորտ կյանքի համակերպվում այստեղ միջավայրի հետ, այսինքն ոչ թե չի համակերպվում, այլ չի կարողանում ադապտացվել միջավայրին, որպեսզի կարողանան շփում ստեղծել եւ այդքան մենակ չլինել եւ չեմ կարող չխոստովանել, որ սկզբնական շրջանում հիմնականում տանն էի մնում, անդադ հեռախոսի մեջ էի, խուսափում էի մարդկանցից, ինչ որտեղ գնալու եւ այդ ամեն ինչը ինձ համար շատ ծանծրալի էր, բայց իհարկե ես իմ մեջ ուժ գտա եւ սկսեցի անել առաջին քայլերը մարդկանց հետ շփման ընթացքում։ Երբ նոր էի տեղափոխվել մենակ ապրելու, հաղթահարեցի ոչ միայն մարդկանց հետ շփման այդ խնդիրները, որոնցից ես խուսափում էի, այլ նաեւ հաղթահարեցի իմ ֆինանսական անգրագիտությունը։ Այո, ես ֆինանսական գրագիտություն չունեի, այդ ես կարող էի իմ գումարը ծախսել աչու ձախ կոպիտ ասած, բայց երբ որ արդեն տեղափոխվեցի տանը մենակ ապրելու, ժամանակի ընթացքում հասկացա, որ ձևը տենց չի, ես սկսեցի իմ գումարը արդեն բաշխել եւ այդ բաշխված գումարները հերթականությամբ ծախսել եւ գնել այն, ինչը որ ինձ իրոք իսկապես պետք է, որովհետեւ եթե այդպես չլինի, կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ ապրեք երկար, միգուցե մի ամիս, ծայրահեղ դեպքերում նույնիսկ մեկ շաբաթ։ Իսկ քանի որ ես իմ մտադրությունը երկարատև էր, այսինքն ես երկարաժամկետով տեղափոխվել, որոշեցի հարմարվել, շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցի ֆինանսական գրագիտություն, ինչը ես հույսով եմ ինձ շատ օգուտ է բերելու, ինչպես ներկայում է բերում եւ ապագայում իհարկե կլինեմ այն մարդը, որին որ ձգտում եմ։ Պատմության մեջ ամենակարևոր փուլերից մեկը դա այն է, երբ տեղափոխվել եմ մենակ ապրելու, անդադար մտածում էի, որ կարոտում եմ ընկերներիս, այսինքն ոչ թե մտածում էի, այլ իսկապես կարոտում էի թե ընկերներիս, թե հարազատներից, անդադար փորձում էի տեսակցություն ապահովել եւ այլն, սակայն հասկացա, որ երբեմն թե հարազատներից, թե ընկերներից հեռվանալը իրոք օգնում է եւ հենց այդ ժամանակ էլ հասկանում ես, թե որ հարազատն է իսկապես քեզ հարազատ, որ ընկերն է իսկապես ընկեր եւ այլն, ինչի մասին իհարկե ես հետագա վիդեոներում անպայման կխոսեմ։ Անցնենք ամենակարևոր փուլին, երբ նոր էի տեղափոխվել մենակ ապրելու, անդադար մտածում էի ինչ անեմ, որպեսզի շատ արագ ձեռք բերեմ հայտնիություն եւ չեմ կարող չխոստովանել, որ ներկայումս ես դեռ այդքան հայտնի չեմ, բայց որոշակիորեն մարդիկ ինձ ճանաչում են, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ այդպես երբ մտածում էի թե ինչ անեմ, որպեսզի ձեռք բերեմ հայտնիություն, միանգամից մտածեցի դերասանական ճանապարհի մասին, բայց քանի որ ֆինանսներս մի քիչ սուղ էին, ես մտածեցի որանամ հենց բլոգինգի մեջ, ինչը որ ինձ մոտ ստացվեց, հիշելով իմ ամենաառաջի վիդեոն եղել է թե ես ինչպես էի տունը հավաքում, ամաները լվանում, պոլերը մաքրում, այդպիսի կարճ տեսահոլովակ է պատրաստել Instagram-ի համար եւ հիշում եմ, որ այդ վիդեոն բավական դումներ էր հավաքել,
լայքեր, բաժանորդագրություններ էր տեղի ունեցել եւ այդպես այդ վիդեոից հետո շարունակվեց իմ մնացյալ վիդեոները։ Իհարկե արդյունքում եղան մարդիկ, ովքեր ինձ խոչընդոտ էին հանդիսանում, այսինքն խանգարում էին, որ ես շարունակեմ այդ բլոգինգի ճանապարհը եւ անդադար ինձ ասում էին ջնջի, ամոթա եւ այլն։ Մեր հայ հասարակությունն ամեն դեպքում նորմալ է եւ դրա այդ խոսակցությունների բամբասանքների արդյունքում մի պահ ես ոնց որ դուրս եկա ամբողջ սոցցանցերից, բայց հետո մտածեցի ինչու պետքա որոշ մարդկանց պատճառով ես իմ նպատակներին չհասնեմ։ Իրականում սա շատ կարևոր միտք է եւ եթե դու խորանաս այս մտքի մեջ, կապ չունի որ ասպարեզում ես, դու կընտրես քո այդ ոլորտը ու կշարժվես դրանով առաջ։ Կրկնում եմ, կապ չունի որ ոլորտում։ Միտքը ինձ ստիպեց, որպեսզի ես խորանամ իմ ոլորտում, հետ բերեցի իմ ամբողջ սոցցանցերը, իմ վիդեոները, որոնք արխիվացրել էի, իմ բոլոր հետևորդներին հետ բերեցի միանշանակ եւ արդեն նոր թափով սկսեցի իմ վիդեոները նկարել, բայց արդեն այս վիդեոների մեջ ես խոսում էի ոչ թե պարզապես առօրյայի մասին, ես խոսում էի իմ բուն ընտանեկան այն ամենամութ անկյունների մասին, ինչի համար ես չեմ փոշմանել եւ քանի պահ հասնացել է, ասեմ, այդ վիդեոները ոչ մի միտում չունեին ինձ աջակցելու եւ այլն, ես դա միշտ շեշտում եմ, դրանցով ես ընդհանրապես ներկայացրել եմ ինձ, որպեսզի մարդիկ ճանաչեն ինձ խորապես, ոչ թե միայն արտաքնապես, այլ նաեւ ներսից ինձ ճանաչեն, հասկանային իմ մտածելակերպը, հասկանային թե ես ինչ ճանապարհի միջով եմ անցել, ինչեր եմ առհասարակ տեսել իմ կյանքում, քանի որ կային մարդիկ, ովքեր մտնում էին մեջ եւ պարզապես դուրս էին գալիս, ես ինքս էլ հասկանում եմ, որ դա նրանից է, որտեղ ինձ չեն ճանաչում մարդիկ։ Ես մտածեցի, որ ավելի լավ է խոսեմ իմ մասին, պատմեմ ամբողջ գաղտնիքները ու ստացվեց այն, ինչ ստացվեց։ Իհարկե այդ ճանապարհն էլ եղան մարդիկ, արդեն բարեկամներ, հարազատներ, ովքեր միանշանակ դեմ էին, բայց ես նախընտրեցի իմ վլոգը ոչ թե որոշ բարեկամների կամ ընկերների։ Տեսնում եք, արևը ել ավելի բարձրացավ, ել ավելի լցվեց լույսով, տունը լցրեց ջերմությամբ։ Ես անկեղծ շատ եմ սիրում, ինձ որ թողին ես ամբողջ օրը կարող եմ խոսամ ուղղակի եղանակից, թռչուններ, ես թռչուններ ահավոր շատ եմ սիրում ու բախտս բերել է, որ այն բնակարանը, որում ես հիմա ապրում եմ, պատուհանի բալկոնից շատ գեղեցիկ տեսարան է, ինչը խոսք եմ տալիս, ցույց կտա, կարող չխոստովանել, որ երբ նոր ես սկսում իմ վլոգը, իմ տարածաշրջանում, որտեղ որ ես ապրում էի այն ժամանակ, դեռ դեմ էին որոշ մարդիկ, այսինքն դեռ այն միտքը չէր հասունացել, որ տղան կարող է զբաղվել վլոգով, սակայն ես այդ կետում էլ չհանձնվեցի, որոշեցի, որ ընդհակառակը ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի շատ արագ առաջ գնամ եւ կոտրեմ այդ բոլոր կարծրատիպերը, ինչը ինձ մոտ միանշանակ ստացվեց, իսկ այն մարդիկ, ովքեր դեռ այդ հին մտածելակերպի վրա են, ասեն, որ իրանց ուղղակի փոխել չի լինի, ինչ եկել եկել է, տակից ինչ եկել եկել է, ստեղ են ասել։ Ու հուսամ, որ այսպես փոքր քայլերով մենք ավելի արագ առաջ կգնանք, քան որ գնում էինք։ Ամեն դեպքում դուք կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք ինձ, իմ ալիքը, իմ նոր վիդեոները։ Երևի խոսակցությունը եզրափակեմ այսքանով եւ վերջում ավելացնեմ նաեւ, որ եթե ունեք նպատակ, որևէ երազանք, ցանկություն եք, որն ուզում եք կատարել, միանշանակ ամեն ինչ արեք, որպեսզի դուք հասնեք դրան։ Կոտրեք բոլոր կարծրատիպերը, կոտրեք բոլոր մարդկանց վատ էներգիան եւ շարժվեք առաջ, որովհետեւ եթե դուք չընտրեք, խոսքս հիշեք, ձեր տեղն են ընտրելու, ինչը որ շատ ավելի վատ է լինելու։ Միշտ քայլեք առաջ, եղեք պոզիտիվ, ուրախ, սիրեք այս կյանքը, հավատացեք Աստծուն, աղոթեք ու սիրեք միմյանց։